Global Med ընկերությունը բուժաշխատողների վերապատրաստման ժամանակակից կենտրոն է, որտեղ կազմակերպվում են գիտակորձնական դասընթացներ, սեմինարներ եւ սերտիֆիկացված ծրագրեր։ Այս ամենն օգնում է առողջապահության ոլորտի մասնագետներին անցնել պարտադիր հավաստագրում եւ ստանալ շարունակական զարգացման հնարավորություն։ Մենք ոչ միայն մատուցում ենք դասընթացներ, այլ ամբողջական ծառայություն, որովհետև ծառայությունը ներառում է ինչպես դասընթացների ընտրություն, բուժաշխատողների ռեգիստրի գրանցում, այնպես էլ վկայականների հավաքագրում եւ մեր մատուցած ծառայությունների եւ հարակից դասընթացներից հավաքած ծառայություններից եւ համատեղել մեկտեղ էլեկտրոնային հարթակում ու տալ հավաստագրման հայտ կամ թեստավորման հայտ համապատասխան բուժաշխատողի աշխատանքային փորձի եւ փաստաթուղթը ստանալուց հետո շնորհել բուժաշխատողին եւ թեթևացնել փաստաթղթավորման ամբողջ բեռը։ Բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքով 5 տարին մեկ բուժաշխատողները պետք է ստանան շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։ Այն բուժաշխատողների մասնագիտական կարողությունների, ունակությունների եւ հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է, որը Global Med-ի օգնությամբ բուժաշխատողների համար դառնում է հեշտ։ Միջին ասնակազմի համար բավականին լավ դասընթացներ են, որպեսզի կարողանաք եւ ժամանակակից հմտություններին տիրապետեք եւ կարողանաք ժամանակակից գիտելիքներ նաեւ ձեռք բերեք։ Գիտեք, որ ժամանակի հետ նաեւ փոխվում են մեթոդները, փոխվում են վերաբերմունքը։ Պարտադիր հավաստագրման գործընթացում դժվարությունները քիչ չեն, որոնք հաղթահարելը հատկապես աշխատանքային ծանրաբեռնվածության հետ մարզի բուժաշխատողների համար երբեմն ժամանակատար է, ծախսատար Երևանում մասնակցելու առումով։ Global Med ընկերությունն այժմ Գյումրիում է կազմակերպում եւ հավաստագրման ճանապարհի առաջին օգնական ծառայությունն է։ Մենք ստեղծել ենք հնարավորություն, մենք մոտենանք բուժաշխատողներին եւ առիթ ստեղծենք Երևան գալու հավաստագրման ամբողջ գործընթացը, տարբեր դասընթացներ, ինչպես on-line, այնպես էլ արկածեվաչափերում, հենց Շիրակի մարզում սպասարկվելու համար։ Ունենք Գյումրիից բավականին մեծ քանակության բուժաշխատողներ, որ հավաստագրվել են եւ պատրաստվում են մեզ մոտ դասընթացների միանալ, համագործակցում ենք բուժ հաստատությունների հետ, կատարում ենք հենց մինչեւ գրասենյակի բացելը հենց իրենց մոտ տեղում էինք կատարում գործնական դասընթացները։ Հավաստագրման գործընթացն արդյունավետ ու արագ կազմակերպելու համար Շիրակի մարզի տարբեր բուժհաստատություններից ավելի քան 100 բուժաշխատող է ամեն ամիս դիմում Global Med-ին։ Առկա դասընթացներին զուգահեռ անցկացվող on-line սեմինարները մասնագիտական նոր գիտելիքներ են փոխանցում ավագ եւ միջին օղակի բուժաշխատողներին։ Բժշկության ժամանակակից մեթոդների վերաբերյալ նոր հմտությունները փոխանցում ու վերապատրաստումներն անցկացնում են ոլորտի առաջատար մասնագետները։ Շատ հարցեր կան, որ բուժաշխատողները իրենք տեղյակ չեն եւ մենք փորձում ենք ուղղորդել մաքսիմալ ճիշտ ձևով կազմակերպել ամեն ինչ, որպեսզի ավելորդ դասընթացների մասնակցություն չլինի, ճիշտ դասընթացներ ենք ընտրում, ճիշտ քանակությամբ կրեդիտներ ենք ապահովում, ուղղորդում ենք ամբողջ փաստաթղթավորման գործընթացը, ինչի համար կարիք չի լինում գնալ Երևան կամ ինչ-որ դիմել ուրիշ բուժհաստատություններ։ Ուղղակի պետքա մի քիչ տեղեկացված լինել, որ ինչա ձեզ անհրաժեշտ, որ երբ որ աշխատակիցը ձեզ հետ աշխատում է, դուք իմանաք, որ այո, սա այսպես է, ուրեմն պետք է։ Օրինակ, օրենքը եղավ սեպտեմբերի 1-ին մասնագիտական էթիկայի դասընթացի մասով։ Երբ որ Անժելան ձեզ ինֆորմացիան տալիս է, դուք չզարմանաք, ասեք, դա ինչ նորություն է, ինչ պարտադիր է։ Այո, պարտադիր է, եւ ձեր 140 կամ 220 կրեդիտից 10 եւ ավել միավորը պարտադիր պետք է լինի մասնագիտական էթիկան։ Global Med-ի համագործակցությունը նաև ուսումնական հաստատությունների հետ է, որտեղ ապագա բուժաշխատողների կարողությունների զարգացումն է ապահովում։ Մասնակցում ենք իրենց դասընթացներին, մեր ուսանողները հնարավորություն են ունենում շատ հարցերում համագործակցել այդ կազմակերպության հետ, Farm Training եւ Global Med կազմակերպության հետ, հետագա իրենց աշխատաշուկա դուրս գալու համար։ Դուք բուժեք, իսկ մենք կզբաղվենք ձեր փաստաթղթերով ու հավաստագրմամբ։ Global Med-ի կարգախոսն է սա։ Բուժաշխատողներին օգնել հավաստագրման գործընթացն արագ կազմակերպելու հարցում Global Med-ի կարևոր առաքելություններից է։ Այստեղ դասընթացները կրեդիտավորված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։